մարդիկ սովորություն ունեն, երբ մեկը մեռնում է ու կտակ է թողնում, և ուրիշ մեկը գնում է նրա ընտանիքին մահվան գույժը հավորդելու, նրան շատ սիրողներն ավելի են ողնում։ Այսպես էլ այսօր մեռավ մեր հոգիների հայրը Քրիստոս։ Ես էլ գալով գույժ եմ բերում ձեզ, քանի որ ժամանակ կա լալու և ժամանակ կա ուրախանալու։ Այսօր թեպետ մեր հոգիների համար ուրախություն է, քանի որ մեր հոգիները Քրիստոսի չարչարանքներով ազատվեցին դժոխքից, սակայն մարմնապես սուգ է ու տրտմություն։ Ինչպես որ երկնքում լուսամուտները խավարեցին, երկիրը շարժվեց, վեվերը ճեղքվեցին, տաճարի վարագույրը պատռվեց, այնպես էլ մեր տաճարների լույսերն ենք հանգցնում այս գիշեր։ Սրա համար մենք այսօր պետք է սգանք ողբան արարածների հետ և Քրիստոսի չարչարանակից լինենք։ Մարդն իր հոր մահը 10 բանի համար է ողբում։ Նախ եթե ծեր է մեռնում, մարդը չի կարող լաց լինել։ Բայց եթե երիտասարդ հասակում է մեռնում, առավել են ողբում, իսկ մեր Տերը 30-ամյա է։ Երկրորդ, եթե մեկի հայրն իր մահով է մեռնում, պետք չէ լալ, իսկ մեր Տերը բազում նախատինքներով ու չարչարանքներով մեռավ։ Երրորդ, եթե մեկն իր մեղքերի և անիրավության համար է մեռնում, պետք չէ լալ, իսկ մեր Տերը, որ անմեղ էր, մեզ համար մեռավ և իր բազում բարությունների փոխարեն սպանվեց։ Չորրորդ, եթե որդիները հոր մահվան պատճառը չեն լինում, այդքան չեն լալիս։ Սակայն ինչպես Դավիթը, որ հույժ ողբում էր հրեշտակի կողմից կոտորված ժողովրդի համար, քանի որ գիտեր, որ իր մեղքերի պատճառով է դա, այսպես էլ մենք պետք է առավել ողբանք, քանի որ Քրիստոսի մահվան պատճառը մեր մեղքերն էին։ Հինգերորդ, եթե ռամիկ շինականներից մեկն է մեռնում, կսկիծն այդքան մեծ չէ, որքան թագավորի միրուջած ու գեղեցիկ որդու մահվան դեպքը։ Ահա այսօր անմահ թագավորի որդին է մեռնում։ Վեցերորդ, եթե խստասիրտ, չար և անհաղորդ մեկն է մեռնում, այնպես չեն ողբում, ինչպես ողորմած ու բարի մարդու համար, իսկ մեր Տերը հույժ ողորմած էր, ինչպես որ լալիս էր Ղազարոսի համար։ Յոթերորդ, երբ որ մեկն ուրիշներին լաց լինելիս է տեսնում, ինքնաբերաբար ինքներ է սկսում լալ։ Ահա եթե այսօր անբան և անշունչ արարածները լալիս են, ինչպես արեգակ լուսինը, ապա որչափ առավել պետք է լացեն Աստծո բանական որդիները։ Ութերորդ, եթե մեկը հեշտ մահվամբ և առանց չարչարանքների է մեռնում, չեն լալիս, իսկ Քրիստոսի մահը չարչարանքներով առավել մեծ էր, քան բոլոր սրբերինը։ Եվ սա մեծ պատճառ ունի, նախ նրա մարմինն ավելի էր զգում չարչարանքները, քանի որ նման էր աչքի, որ առավել զգայուն է։ Նա կուսածին էր և սուրբ հոգուց, մեղքերի մեջ ապրող մյուս մարդկանց նման մարմինը չեն կոշտացել։ Երկրորդ, սրբերի չարչարանքներն իրենց հոգուն փոքրիկ ուրախություն էր բերում, և այդ ուրախությունն ազդում էր նաև մարմին, իսկ Քրիստոսի մարմին ամենևին ուրախություն չեղավ,
քանի որ մեր փրկության գինը եղավ։ Երրորդ տարբեր են չարչարանքները, այն, որ պարանով է կախվում, ավելի քիչ է տանջվում, քան դա, ում ձեռքերն ու ոտքերը գավում են, քանի որ այդտեղ են հավաքված բոլոր անդամների ջիրերը, ուստի ցավն ավելի զգալի է։ Չորրորդ, առհասարակ Քրիստոսի բոլոր անդամներն էին չարչարվում, եւ որևէ անդամ առանց չարչարանքի չմնաց։ Հինգերորդ, մոր պատճառով, քանի որ տեսնում էր, որ դու չարչարանքները առհասարակ երբ մեկին չարչարում են, մորը տանն են պահում։ Վեցերորդ, բոլոր մարդկանցից չարչարանքներ կրեց, հրեաներից ու հեթանոսներից, տղամարդկանցից ու կանանցից, ծերերից ու երիտասարդներից, կառավարիչներից ու հպատակներից, քահանաներից ու ժողովրդից, իսկ նրա բարեկամները փախան եւ նրա մոտ ոչ ոք չմնաց։ Սրա մասին է Երեմիան իր ողբում ասում. ձեզ եմ ասում, ճանապարհի անձորդներ, դարձեք, նայեք ու տեսեք, արդյոք երբևէ եղել են այսպիսի ցավեր, որ ես կրեցի։ 9-րդ, եթե օտար կամ թշնամի է սպանում, ոչ ոք չի կոծում, իսկ մեր Տերը ճշմարիտ սիրելի ու մեր բարեկամներ, հայրն ու եղբայրը։ 10-րդ, եթե մեկին օտարներն են սպանում, մեծ բան չէ, իսկ Տերը Քրիստոս ազգականների եւ սիրելի աշակերտ Հուդայի կողմից մահվան մատնվեց։ Ով խորամանկ Հուդա, նրա համար ես վաճառում Քրիստոսին, որ քեզ դրեց քո հորն ու մոր սպանությունը, աշակերտության կոչեց, մեռելներին հարություն տալու զորություն շնորհեց ու գանձապահ նշանակեց։ Ով նենգավոր Հուդա, երբ կամենում էիր վաճառել Աստծո եւ Մարիամի որդուն, ինչու նախապես չմնացիր Քույսի մոր մոտ, քանի որ ավելիով կվճարել ու քեզ ոսկի կտար։ Ով թշվառական, որևէ ծառայի, որ ոչինչ չգիտի, 100 դահեկանով են վաճառում, իսկ դու վարդապետին եւ երկինքն ու երկիրն արարողին 30 արծաթով վաճառեցիր։ Թակուկ ու հեշտ ես վաճառում այն, ինչ որ քոնը չէ, այլ ուղացել էիր, ահա լավ կլիներ, որ ծնված չլինեիր։ Եվ երբ գնում էր Տիրոջը վաճառելու, Տերը պարտեզում նստած ուսուցանում էր աշակերտներին։ Փոքրինչ հեռացավ նրանցից ու սկսեց խորհել մահվան մասին։ Նրա վրայից քրտինքը հոսում էր արյան կաթիլների պես։ Արդ եթե մահվան մասին խոսելիս այսչափ երկում էր կրում, ապա որչափ առավել չարչարանքների ժամանակ։ Այն ժամանակ հրեաների բազմությամբ Հուդան եկավ ու Հիսուս ասաց. ում եք փնտրում։ Ասացին նազովրեցի Հիսուսին, ասաց ես եմ, եւ բոլորը երեսի վրա գետին ընկան։ Դու տես, որ կարող է փրկել իրեն նրանցից։ Այժմ Հուդան ասաց. ողջ եղիր վարդապետ ու նրան համբուրեց։ Հիսուս ասաց. ընկեր, համբուրելով ես մատնում մարդու որդուն։ Ով խորամանկ Հուդա, սիրո նշանով ես մատնում Աստծո որդուն։ Այն ժամանակ հրեաները տրվեցին Հիսուսին, իսկ Պետրոս ջերմ սիրուց դրդված հանեց սուրը ու մախբուսի ականջը կտրեց։ Հիսուս ասաց. սուրը տեղը դիր, քանի որ եթե կամենամ փրկել ինձ, հրեշտակների ավելի քան 12 գնդեր կիջեցնեմ, այլ կամքով եմ մեռնում, որովհետև եթե չմեռնեմ, աշխարհն ինչպես կփրկվի, կամ մարգարեների գրվածքներն ինչպես կկատարվեն։ Նույն ժամ նաև ծառայի ականջը բուժեց։ Ապա կապեցին նրան ու մեծ նախատինքներով տարան
իսկ աշակերտները փախան։ Նա քաղցրությամբ էր պատասխան տալիս քահանայապետին։ Այն ծառան, որի ականջը Քրիստոս բժշկել էր, պարգևի փոխարեն Տիրոջն ապտակեց։ Եվ երբ այն գայլը եկավ սկսեց կծոտել Աստծո գառին, ապա երբ մյուս գայլերը սկսեցին խածոտել, ոմանք խփում էին, մյուսները պիղծ բերանով թքում էին երեսին, խփում էին գլխին, այլ փետում էին մազերը, գետին գցելով, ոտքերով ու ձեռքերով հարվածում էին։ Ով Արարիչ, որդի Աստծո, ով կույս Մարիամի որդի, ինչ վիճակի հասար մեր մեղքերի համար, այն ժամանակ հրեաներն սկսեցին ծաղրել նրան, իրենց մեջ նարնելով խփում էին ու ասում, Մարգարեացի ով էր, որ քեզ խփեց։ Եվ սրանով չբավարարվեցին, այլ կապեցին նրան քարեղեն կարծր սյունին, եւ ամեն կողմին ուժգին հարվածում էին մինչև որ ամբողջ մարմինն արյունով պատվեց։ Սրանց ձեռից անցավ Պիլատոսի զինվորների ձեռքը, մերկացրին նրան ու գլխին փշեպը սակ դրին։ Ծաղրում էին, նրան կարմիր քղամի թաքցրին, ծունկի էին իջնում եւ ասում. Ողջ հրեաների թագավոր, եւ ով արվածում էին ու թքում այղակերպ երեսին։ Այս ամենին Մարիամը տեղյակ չէր, այլ տանն աղոթում էր։ Բայց պետք էր գնալ եւ պատմել նրան, սակայն ով գնալ։ Ով Գաբրիել, դու որ ծանոթ ես նրան, գնալ ու պատմիր։ Գաբրիելը պատասխանեց. Քավլիցի, որ ես այն անեմ։ Միգուցե լսելով մեռնի։ Ես նրան ուրախանար ավետիս եմ տվել, այժմ չեք կարող վահվան գույժը տալ։ Ով Սուրբ Հոգի, դու որ դրպասների ուրախությունն ես ու սգավորների մխիթարիչը, գնա եւ մխիթարիր նրան։ Սուրբ Հոգին պատասխանեց. այս օրը մխիթարության եւ ուրախության օր չէ։ Եթե նույնիսկ ուրախություն հաղորդեմ չի ընդունի։ Ով Մարիաման, հույսի սիրելիներ, դուք հայտնեք նրան որդու մահանալը հրեաների կողմից։ Սրանք գնացին նրա մոտ, տրտմած երեսով նստեցին, սակայն ոչինչ չկարողացան ասել։ Միմյանց նայելով լռում էին, որպեսզի հույսը տրտմությունից չմեռնի։ Ով Հովհաննես ավետարանիչ, դու գնա պատմիր, քանի որ կանայք թուլասիրտ են, նրբազգաց, որի պատճառով էլ չեն կարողացել ասել։ Եվ սա գնալով հարցնում է. Ով Մարիամ, ուր է քո որդին։ Ուր է քո ուրախությունը, ուր է մեր վարդապետը, ով Տիրամայր։ Ահա հրեաները բռնել ու տանում են նրան, խաչի պահման դատապարտելու։ Եվ Հովհաննես այս ասաց. հրեաներն Հիսուսին անցկացնում էին Մարիամի տան մոտով։ Ոմանք աղաղակում էին. ովքեր կամենում են տեսնել սուրբ Մարգարեին, բազում նախատինքներով բալ թող գան տեսնել։ Երբ Սուրբ Հույսն այս լսեց, զարմացած դուրս եկավ։ Տեսավ նրան եւ ուշագրած եղավ։ Գետին եկավ, ինչպես մեռած չէր կարողանում տեսնել կամ խոսել եւ լսել։ Ով Մարիամա, շտապով օգնեցեք մեր Տիրամորը։ Փութանով եկան ու բարձրացրին նրան։ Երբ ուշքի եկավ, տեսավ որդուն մեծ անարգանքների մեջ, դառնապես գալիս էր, աղաղակում էր, խփում երեսին, մազերը պողոտում, զգեստները պատառոտում, սուք էր անում որդու վրա եւ ասում. ով սիրելի որդյա, ինչպես քեզ կորցրի, ով իմ սիրտ, իմ ուրախություն, ինչ անի քո գերի մայրը, այժմ ում մոտ գնա։ Հրեաները դեռ տեսնում էին Հիսուսին ամբողջ Երուսաղեմով մեկ, եւ մայրն շրջում էին նրա հետևից։ Այնտեղ շատ ուտարներ կային։ Եթե այնտեղ լինեին կտեսնեին ինչ թե ինչպես էին հրեաներն անարգանքով քան ու հող նետում նրա վրա։ Տարապանից մայրը փոքր քայլեց ու կրկին ուշաթափվեց։
Եվ նրան բարձրացրին, Աստծո որդին հույժ և երկար չարչարվեց, քանի որ խաչը ծանր էր, չէր կարողանում տանել, և նրան պարաններով էին քարշ տալիս։ Մի պահակ բռնեցին Սիմոն Կյուրենացուն, որպեսզի խաչը վերցնի։ Ով Աստվածածին, ինչու ես դուրս եկել ու Գողգոթա գնում։ Բավարար չէ, որ մեր հոգիների հորը կորսրինք, քեզ էլ կորսնենք, տուն դարձիր։ Բայց նա չէր ուզում վերադառնալ, այլ բազում չարչարանքներով հասավ Գողգոթա։ Ապա խաչը մոր աչքերի առաջ կանգնեցրին, և Հիսուսի ձեռքերը երկու կողմից սաստիկ ձգեցին, և տարածեցին խաչի վրա։ Մերկացրին, ձեռքերին ու ոտքերին մուրճով ստեպ հարվածերով, հաստ գամերով բևեռեցին։ Ապա խաչը բարձրացրին, որպեսզի բոլորը տեսնեն։ Այդ ժամանակ Քրիստոս առավել տանջվեց, և ձեռքերից ու ոտքերից սաստիկ արյուն էր հոսում։ Տիրոջ մայն այրված սրտով կանգնած էր խաչի մոտ, այնքան արտասվեց, որ արտասում տարվի նման էր հոսում։ Ով Սուրբ Աստվածածին, ինչու ես այդքան լալիս։ Նա ասաց, լալու մեծ պատճառում եմ, քանի որ իմ որդուն չարչարվելիս եմ տեսնում, սակայն չեմ կարողանում օգնել։ Տեսնում եմ լալիս, բայց չեմ կարող մխիթարել։ Տեսնում եմ, որ մեռնում է, սակայն չեմ կարող նրա հետ մեռնել։ Տեսնում եմ ծարավ է, սակայն չեմ կարող ջրով հագեցնել։ Վայ ինձ, ինչ անեմ։ Իմ որդին աղաղակում է, որ ծարավ է, և լեղի է խմեցնում։ Վախենում եմ գնամ ջուր բերեմ, գուցե գամ, մեռած գտնեմ նրան։ Կարող է նաև հրեշտակին ասել, ուր է իմ ավետիսը, ուր է իմ ուրախությունը, ուր է իմ ողջույնը, այսօր ամեն ինչ հակառակ է։ Վայ ինձ, այն օրն ինձ Մարիամ անոտ դիմեցիր, որ լուսավոր Աստղ է թարգմանվում, իսկ այսօր խավար եղավ։ Ասացիր շնորհներով լի եղի, այսօր լի եմ դառնությամբ։ Ասացիր Տերը քեզ հետ է, այսօր իմ Տիրոջը խլեցին ինձանից։ Ասացիր օրհնյալ ես դու կանանց մեջ, այսօր նախատում եմ Իսրայելի մեջ։ Դարձյալ կարող էր ասել Եղիսաբեթին, ով ազգականի, ուր է քո ավետիսը, որ ասացիր օրհնյալ է Հովորովայնի պտուղը։ Այս ասելով գրկում էր խաչն ու համբուրում, սակայն չէր կարողանում որդու խաչից իջեցնել։ Ավաղ, դժվարացած և այլայլված էր տեսնում իր որդու խաչի վրա, ինչպես Եսային էր ասում, մենք նրան տեսանք և նրա երեսը գույն չուներ, ոչ էլ գեղեցություն, այլ նրա տեսքն ավելի անարգ էր, քան բոլոր մարդկանցը։ Մայրը հրեաներին ասում էր, ինձ էլ սպանեցեք իմ որդու հետ, քանի որ ինձ համար մեռնելը քաղցր է, քան նրանից հետո ողջ մնալը։ Այսպես էր Դավիթը ողբում իր Աբիսողոմ որդու մահը և ասում, որդյա, ով քո մահը ինձ կտա։ Նաև մայրն էր նույն ասում, ով որդյա, ուրիշների ողորմում ես, ինչու իշ ես ողորմում, որ քեզ հետ մեռնեմ։ Ավազակին մխիթարում ես ասելով ինձ հետ դրախտում կլինես, իսկ ինձ ինչու ես թողնում այս գայլերի մեջ։ Իսկ Հիսուս անընդհատ մորն էր նայում ու մխիթարում է տվյալ խոսքերով։ Մի լար, մայրիմ, քանի որ քո ցավն ինձ համար առավել է, քան իմը։ Սկսեց հորն այս խոսքերն ասել, Էլի, Էլի լամա սաբակթանի ու հոգին ավարտեց։ Ահա ուտես, որ վախճանը, բայց ըստ ավետարանի առաջնորդվիր։ Երբ տանտերը մեռնում են, ամբողջ տունը խռովում է։ Այսպես է ամբողջ աշխարհը սգի մեջ է այսօր։ Դու ավելացրու այնքան, որքան անհրաժեշտ է Քրիստոսի հարկ հավիտյանս հավիտենից։ Ամեն։